Ողջույն հարգելի ընկերներ, ես ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջի ուղիղ եթերում, ուղիղ գուցե նաև YouTube-ում կտեղադրեմ, վաղուց բավական երկար ժամանակ այս ֆորմատով չենք հանդիպել, այսօր նման ֆորմատի հանդիպման և քննարկման անհրաժեշտություն առաջացավ, այն բանից հետո երբ ծանոթացա հայկական Շուշիում, օկուպացված Շուշիում տեղի ունեցող ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևի որոշ հայտարարություններին, որոնք առնչվում էին նաև մեզ, սրանք թեմաներ էին, որին ինքը անդրադարձել էր, որի մասին մենք խոսել ենք, տարբեր առիթներով ես խոսել եմ եւ հարցազրույցների ժամանակ եւ այս ֆորմատի քննարկումների ժամանակ, բայց հիմա քանի որ թարմացրել է Ալիևը այդ հայտարարությունը, մենք եւս մեկ անգամ, այսպես ասած, վրայով անցնենք, հասկանանք, թե ինչ է ասում Ալիևը։ Ուրեմն կարևոր հայտարարություններից մեկը ահա սա է, որտեղ Ալիևը խոսում է այսպես կոչված Ադրբեջանի օկուպացիայի մասին, ուրեմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ կազմում իր երկրի գտնվելը դիտարկում է որպես գաղութատիրական եւ իրավազուրկ շրջան, օկուպացված է համարում Ալիևը Ադրբեջանը այդ ժամանակաշրջանում։ Ըստ նրա խորհրդային տարիներին Ադրբեջանից արտահանվել է միլիարդավոր տոննաներով նավթ, որի էկոլոգիական վնասները երկիրը ստիպված է վերացնել մինչև օրս։ Ալիևը նաև շեշտել է, որ Ադրբեջանն անփոփոխ կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ դեմ է օկուպացիային։ Հուշագրավ է, որ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանական ԽՍՀ տասնամյակներ շարունակ ղեկավարել է նրա հայրը Հեյդար Ալիևը։ Հայրը, մայրը դա որևէ նշանակություն չունի, Ալիևը հիմա կոնկրետ քաղաքականություն է վարում եւ այդ կոնկրետ քաղաքականությունը ունի իր նպատակները, ունի իր ծրագրերը։ Հետևաբար Ալիևը առաջնորդում է այդ ծրագրով, այդ սենտիմենտալ, էմոցիոնալ մոտեցումները մի կողմ են թողնվում։ Որևէ նշանակություն չունի իր համար, որ իր հայրը պետական բարձրագույն պաշտոն է զբաղեցրել Խորհրդային Միության տարիներին, ինքը համարում է, որ Խորհրդային Միության տարիները օկուպացիոն տարիներ են, Ադրբեջանը ըստ էության եղել է օկուպացված, ըստ ադրբեջանական կողմի։ Եվ սա հետաքրքիր է, որ սա նորություն չէ Ադրբեջանի համար, սա նորություն չէ Ադրբեջանի հասարակության համար, պետական համակարգի համար, Ադրբեջանի սահմանադրությունը ինքնին նման հիշատակում ունի, այսինքն հղում է արվում իրենց անկախության հռչակագրին, որտեղ այս Ադրբեջանը հայտարարվում է որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, այսինքն 1918 թվականին հիմնադրված Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ եւ իրենք էլ տարբեր առիթներով եւ փաստաթղթերի տեսքով եւ հայտարարությունների տեսքով այդ տարիները համարել են օկուպացիոն։ Խոսքը Խորհրդային Միության տարիների մասին է։ Հիմա ինչու եմ ես այս թեման առանձնացրել քննարկելու համար, որովհետեւ այս իշխանությունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը անընդհատ փորձում են հայ հասարակությանը համոզել, թե իրենք խաղաղությունը վերջնականորեն բերել են եւ այդ խաղաղությունը հենվելու է այսպես կոչված այդ Ալմաթայի հռչակագրի վրա։ Ալմաթայի հռչակագիրը դա փաստաթուղթ է, որով լուծարվել է ըստ էության Խորհրդային Միությունը եւ հայտարարվել է, որ Խորհրդային Միություն չկա, հայտարարվել է, որ երկրները անկախանում են այն սահմաններով, որով եղել են Խորհրդային Միության կազմում եւ հիմա Փաշինյանը երբաղում է անում այդ հայտարարությունը, նոնսենսային իրավիճակ, այսինքն աբսուրդային իրավիճակ է, որովհետեւ Ալիևը հայտարարում է Խորհրդային Միության տարիները օկուպացիոն տարիներ։ Հետևաբար մի ժամանակաշրջան, որը օկուպացիոն է, այդ ժամանակաշրջանի ավարտը հայտարարող փաստաթուղթը չի կարող իր համար օրինական հիմք լինել խաղաղության հաստատման։ Դա նման է իրավիճակի, որ ասենք որևէ մեկը, որևէ այլ անձի հետ գտնվի ապօրինի ամուսնական, այսինքն կեղծ ամուսնության վկայականի հիման վրա կազմված լինի ամուսնություն կամ
մեկին ստիպողաբար ամուսնացած լինեն մեկ այլ մարդու հետ եւ այդ ստիպողաբար ամուսնության արձանագրումը լինի կեղծ, այսինքն ԶԱԳՍ-ի հետ թուղթը լինի կեղծ, բայց հետո երբ որ գալիս է բաժանման պահը, այսինքն երբ որ այսպես ասած արդարացությունը վերականգնվում է, փրկում են զույգերին, նրանք բաժանվում են, այդ բաժանության թուղթը, ապահարզանի թուղթը հենվի ապօրինի ամուսնության վկայականի վրա եւ գույքը այդպես բաժանվի, չի լինում այդպես։ Եթե ապօրինի է ամուսնության վկայականը, ապա ապահարզանի կարիք էլ չկա, ճանաչում է ապօրինի ապահարզանի փաստաթուղթը եւ վերջ։ Ներողություն, ամուսնության վկայականը եւ վերջ։ Եվ ամուսնությունը ավարտված է համարում դրանով, որտեղ ի սկզբանե ապօրինի էր։ Հիմա եթե խորհրդային միությանը Ադրբեջանի անդամակցությունը եղել է ապօրինի եւ եղել է օկուպացիոն ժամանակաշրջան, ապա խորհրդային միությունից դուրս գալը արդեն որևէ նշանակություն չունի Ադրբեջանի համար։ Ադրբեջանը եթե հայտարարում է, որ այդ միությանը միանալը ապօրինի է, ապա մնացած գործընթացները էական չեն։ Այդ թվում նաեւ Ալմատի հռչակագիրը։ Հետևաբար որևէ խաղաղություն չի լինելու այդ հռչակագրի հիման վրա։ Ալիևը կարող է ձև տալ, որ քննարկում են Հայաստանի հետ, ինքն էլ նոր պահանջներ կդնի, այդ Ալմատի հռչակագիրը ուղղակի մեջտեղ է բերվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին ինչ որ հիմնավորում էր պետք ներկայացնել հայ հասարակությանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար, Ալիևին հարցրել են եվրոպացիք Նիկոլ Փաշինյանը, կլինի ասենք Ալմատի հռչակագրի հիման վրա է խաղաղություն ասում, կլինի ախպեր դուք Արցախը տվեք ինձ, ինչ ուզում եք հայտարարեք, ուզում եք ասեք Ալմատի հռչակագրի հիման վրա Նիկոլ Փաշինյանը բոյով սպորտային կազմվածքով եւ ասենք Երևանի պետական համալսարանը ավարտած հասուն տղամարդ է։ Ինչ ուզում եք հայտարարեք։ Դուք Ղարաբաղը տվեք ինձ, մնացածը իմ խնդիրը չի, ուզում եք հայտարարեք, ուզում եք մի հայտարարեք, ուզում եք ասեք Ալմատի հռչակագրով, ուզում եք ասեք Աստանայի հռչակագրով, ուզում եք ասեք աշխարհի, ասենք կատուների իրավունքների պաշտպանության հռչակագրի հիման վրա եք տվել Ղարաբաղին, դա իր համար նշանակություն չունի։ Բայց ժամանակը գալու է եւ ինքն էլ է ասել, որ դա իր համար նշանակություն չունի։ Որովհետեւ Ալիևը հիմա լրիվ ուրիշ բաներից է խոսում։ Նոր պահանջներ են դրել Հայաստանի Հանրապետության առաջ։ Այսինքն այդ պահանջները կային, հիմա թարմացնում են իրենց պահանջների այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյան, դու դրանք պետք է իրականացնես, դա սահմանադրության փոփոխությունն է, դա այսպես կոչված անկլավների հանձնում է եւ այսպես շարունակ։ Հիմա գանք մի կարևոր դրվագի, որ կուզեմ լսեք Ալիևին, խոսքը արդեն Ղարաբաղի մասին է, Արցախի մասին է, եւ այստեղ Ալիևը ասում է այն, ինչից վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը բացահայտում է Արցախի կոնֆլիկտի գլխավոր սյուները եւ ցույց է տալիս, որ ներողություն եմ խնդրում, եւ ցույց է տալիս, որ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր Արցախը հանձնված էր միջև իրեն, հարցը լուծված էր, 92-ին էր հանձնված, 96-ին էր հանձնված, 98-ին էր հանձնված, Տեր-Պետրոսյանն էր հանձնել, Քոչարյանն էր հանձնել, Սերժ Սարգսյանն էր հանձնել, ընդհանրապես Խորհրդային միությունն էր հանձնել, Ստալինն էր հանձնել, Լենինն էր հանձնել, ռուսական կայսրության պրոյեկտներ ընդհանրապես Արցախը, դա կայսրության պրոյեկտներ եւ Փաշինյանը ազատագրել է մեզ այդ պրոյեկտից, այդ ամեն ինչը Ալիևը սուտ է։ Այս մարդը Նիկոլի շնորհիվ փորձանքից է ազատվել, որովհետեւ հայ-հայեր կորցնելու էր Արցախը եւ երկու շրջան հավելյալ։ Խնդրեմ լսենք Ալիևին ու շարունակենք։ Во главе с США, Франции и России, она только хотела отнять Карабах, и не только Карабах, то есть не только вот те административные границы бывшей Нагорно-Карабахской автономной области, но еще и всю территорию Лачинского района и Кельгаджарского района, и передать это Армении, чтобы мы на это согласились. И взамен на это нам обещали, что нам вернутся 5 районов, расположенные к востоку от того, где мы находимся.
Но и никогда ни я, и никто в Азербайджане на это бы не согласился. Но это же была консолидированная позиция трех ведущих стран, во всяком случае, исходя из того, что они постоянные члены Совета Безопасности, я этот термин использую, мира. И противостоять этой позиции было достаточно сложно. И когда началась Вторая Карабахская война, все они требовали немедленно остановиться. Пугали, угрожали, звонили, некоторые очень назойливо, некоторые менее. Но все хотели, чтобы мы остановились, чтобы все осталось как есть. И на каком-то этапе нам некоторые предлагали, ну вот хорошо, Физули освободили, но остановитесь. Нам приходилось использовать различные дипломатические механизмы. Я посылал нашего министра иностранных дел на многочисленные встречи и в Москву, и в Вашингтон, и в Европу. Была цель не допустить, чтобы Азербайджан восстановил свои территории. Но эта цель не была достигнута, потому что волю народа сломить невозможно. И невозможно победить народ, который стремится к независимости, к сохранению своей идентичности. Լսեցիք Ալիևին։ Իդեպ այն որ Նազոյլիվը ասում է նյարդայնացնող կերպով որ փորձում էին հրադադար հաստատել, խոսքը Ռուսաստանի Դաշնության եւ կոնկրետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է, ով մի քանի անգամ փորձել է կանգնեցնել պատերազմը, որպեսզի հնարավորություն տա Հայաստանին դուրս գալ այդ իրավիճակից։ Իսկ ով է օգնել Ալիևին այս գործում։ Ալիևը խոսում է, որ միայնակ է արել այս ամեն ինչը, ոչ, գլուխը պատին է տվել Ալիևը։ Ալիևը ոչինչ չէր կարող անել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն է օգնել, որ պատերազմը չկանգնի։ Նիկոլ Փաշինյանն է ամեն բան արել, որ իրավիճակը անհուսալիորեն, անդառնալիորեն վատանա Հայաստանի ու Արցախի համար։ Լսեցիք չէ Ալիևին։ Ալիևը 18 թվականի դրությամբ մինչև 20 թվականը չի ունեցել իրավիճակ, որտեղ Արցախը իրենն էր։ Լավագույն դեպքում Մինսկի խմբի համանախագահների առաջարկով ինքը կարող էր ստանալ այդ 5 շրջանները, որոնք ի սկզբանե են, որոնք վերցված էին որպես բուֆերային գոտիներ, այո, ինչ որ փուլում դա պիտի վերադարձվեր։ Բայց Ալիևը դրանից մեծ ակնկալիք չի ունեցել։ Ալիևը դրանից մեծ ակնկալիք չի ունեցել։ Ասա է արել Նիկոլ Փաշինյանը, այս ծառայությունն է մատուցել Ալիևին եւ Ադրբեջանի Հանրապետությանը, եւ սա խոսք էր, որը վստահաբար Նիկոլ Փաշինյանը չէր ուզենա որ հրապարակվեր։ Ուղղակի ինքը Արցախի հարցով այնքան կարմիր գծեր է անցել, որ Ալիևի այս խոսքերը այս պահին շատ մեծ հետևանքներ չեն թողնի հասարակական, բայց վստահաբար մարդկանց գիտակցության մեջ էական բաներ են փոխվելու, էական դրվագներ են փոխվելու։ Մարդիկ տեսնում են, մարդիկ տեսան, մարդիկ լսում են, թե ինչպես է Ալիևը բացահայտում ճշմարտությունը, որ Արցախը ինքը կարողացել է օկուպացնել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որովհետև այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ աշխարհը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, չի եղել նման բան, չի եղել նման բան։ Այդ ամեն ինչը հնարավոր է դարձել միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, միայն եւ իր տերերը իհարկե ովքեր իրեն բերել են իշխանության։ Միջև Նիկոլ Փաշինյանի իշխանության բերելը չի եղել նման իրավիճակ, անգամ միջև պատերազմի ընթացքում էլ չի եղել այնպես, որ Ալիևը վստահ լինի, որ ամբողջ Արցախը իրենով կանի։ Հասկանում եք, սա շատ կարևոր դրվագ է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Այո, էլի եմ ասում, Արցախի թեման բավական բարդ թեմա է, հասարակության լայն զանգվածը այս պատերազմի տերորի տակ չի ուզում լսել այս քննարկումները, բայց պատմության համար սա շատ կարևոր է։ Այո, հիմա գուցե շատ բան չփոխվի, պատմության համար սա շատ կարևոր է։ Պատմության համար Ալիևի խոստովանությունը, Ալիևի բացահայտումը Փաշինյանի վախենալու երազ թվացող այս թեմաների մասին շատ կարևոր է։
Դրանք մեզ պետք են ճշմարտությունը հասկանալու համար։ Եվ հենց սա պիտի իմանալ, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Մարդը աշխարհը պայմանավորվել էր իրար մեջ, աշխարհի հզոր պետություններն էին Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, իրար մեջ պայմանավորվել էին, որ լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ 5 շրջան, իսկ Արցախը եւ եւս 2 շրջան մնում են հայերին, Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պրոյեկտ է բան արել, ջուրը գցել իր պրոադրբեջանական քաղաքականությամբ։ Եվ սրա համար եմ ես միշտ ասել եւ շարունակելու եմ ասել, որ Ադրբեջանին ամենամեծ ծառայություն մատուցած անձը Ալիևը չի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ Ադրբեջանը, եթե իրականում Ադրբեջանի այսօրվա իշխանությունները եթե շնորհք ունեն, եթե խիղճ ունեն, եթե իրենց երկիրը սիրում են, ապա պետք է պարգևատրեն Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ամենաբարձր պարգևներով, որովհետև նման ծառայություն մինչ այս պահ որևէ մեկ Ադրբեջանին չի մատուցել եւ վստահաբար ապագայում էլ չեն գտնելու այդպիսի մարդ, որ նման ծառայություն մատուցի։ Այսպես աշխարհի գլխավոր խաղացողները եղել են այն օրակարգի կողմը, որը եղել է պրոհայկական։ Փաշինյանը ուղղակի ոչնչացրել է այդ օրակարգը։ Այդ հայկական օրակարգը դարձնելով ադրբեջանական օրակարգ։ Եվ հասել ենք նրան մենք այսօր շաբաթներ առաջ տեղ ունեցավ միջադեպով նաև այդ Արցախի դրոշի հետ կապված, որ Արցախի խնդիրը, որը հայ-ադրբեջանական կոնֆլիկտ էր, դարձել է արդեն ներհայկական կոնֆլիկտ։ Հայերը հայերի հետ են կռվում, թե Արցախի դրոշը ով կդնի Ֆրանսիայի հրապարակում կամ ով կհանի Ֆրանսիայի հրապարակից։ Արդեն խոսքը տարածքների մասին չի, խոսքը հայերի Արցախում ապրելու մասին չի, խոսքը այն մասին է Երևանում կլինի, ես չեմ ասում դա ճիշտ է, սխալ է, այս պայն էլ եկեք կողմ չբռնենք, էլ գանք նրան, որ Փաշինյանը ասել է նրան, որ Արցախը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից դարձել է ներհայկական կոնֆլիկտ։ Սա էլ Փաշինյանի շնորհիվ է եւ սա էլ ծառայում է Ադրբեջանի շահերին։ Որտեղ Փաշինյանի շնորհիվ կենսունակ պետական ինստիտուտներ ունեցող Արցախը ասել է նրան, որ Երևանում ունեն մի շենք, որը դատարանով խլել են իրենցից եւ որտեղ անգամ չեն կարողանում որոշել, ով կդառնա ազգային ժողովի նախագահ։ Ազգային ժողով, որը չունի շենք, չունի տարածք, չունի պետականություն արդեն։ Բայց կային падգամավորներ, որոնք ընտրվեցին 20 թվականին։ Այ սրան է հասել Նիկոլ Փաշինյանը եւ ահա այսպիսի ահռելի ծառայություն է մատուցել Ադրբեջանին եւ անձնապես Իլհամ Ալիևին եւ Ալիևների ընտանիքին։ Լավ մնացեք, գրեք ձեր կարծիքը, եթե դեմ չեք, կարող եք նաեւ կիսվել ձեր էջում։